ունենան ինչ ուզենան անեն, չի կարող այդպիսի բան լինել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դեպի 10 րոպեերն ասել, 4 հարցն է, ուսման հարգեր անձնարարել, հաջորդ հարգեր եւ առանց արձանագրի հարցը շնորհակալություն։ Պարոն վարչապետ, Սահմանադրության հետ կապված երեք արդարադատության նախարարը ասաց, որ տեքստը պատրաստ է եւ դրա հրապարակել չհրապարակելու որոշումը պետք է կառավարությունը կայացնի։ Ես ուզում եմ իմանալ պատրաստի տեքստին ծանոթանալու հնարավորություն ունեցել եք, եթե այո, ինչպիսին է այն ըստ ձեզ հիմա պատրաստ է հրապարակման եւ ընդհանուր առմամբ ինչպիսին է դիրքորոշումը ձեր տեքստը հրապարակել չհրապարակելու ժամկետների վերաբերյալ ձեր թիմակից Մարիա Կարապետյանը ասում էր, որ լավ կլինի, որ մինչև ընտրությունները տեքստը հրապարակվի, արդյոք ձեր դիրքորոշումը եւս այդպիսին է եւ նախ ուզում եմ իմանալ, քանի որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձեր հաշվի առնելով եւ նաեւ այն հայտարարությունները, որ դուք պարբերաբար ասում եք, որ պատմական արդարության հետևից գնալու որևէ նպատակ եւ մտադրություն այլևս չկա, ուզում եմ իմանալ այս ամեն ինչը հաշվի առնելով, արդյոք տեսնում եք անհրաժեշտություն Հայաստանի զինանշանից հեռացնելու Արարատի պատկերը եւ Մոսկովյան բանակցություններից երբ որ վերադարձաք, եթե ես ճիշտ եմ հիշում, դուք ասացիք, որ ի թիվս այլ պայմանավորվածությունների նաեւ ռազմատեխնիկական պայմանավորվածություն է ձեռք բերվել, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը Մոսկվայից զենք գնելու պայմանավորվածություն ունի։ Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր կամ քչացել էր եւ մենք այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք։ Ինչ վերաբերվում է զինանշանի հետ կապված խնդրին, տեսեք իմ եւ ընդհանրապես այդ թեման, որ շատ խոսվում է, իմ խնդրեմը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին։ Իմ չայլոց Արարատ անվան հետ կապված, որ այդ դրան էլ առիթ չի լինում, նույնիսկ մեր ընդդիմադիրները շատ ոչ կոռեկտ եղանակով օգտագործում են։ Ես ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, կա Արարատ համայնք։ Մենք խոսում ենք պետականության մասին, իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում։ Եվ չենք տեսնում գիծը պետության եւ ոչ պետության միջև։ Իրական Հայաստանի գաղափարախոսության ամբողջ իմաստն է, որ մենք պետք է կենտրոնանանք պետության վրա, որովհետեւ հայրենիքը պետությունն է։ Եվ ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված։ Ես բարձրացնում եմ հարց մեր պետության եւ պետական ատրիբուտների մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաեւ հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է, որովհետեւ մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այս պատկերը, մեր երկրի պատկերը ձևավորված է մեր հարևանների միջազգայինորեն ճանաչված տարածքի ուրվագծով։ Սրա մասին է խոսքը։ Մենք ճանաչում ենք, թե չէ։ Շատեր ինձ մեղադրում են, ասում են գիծը ընդունելով դուք մեզ սահմանափակում եք, որ մենք գնանք եւ ավելին ունենանք։ Ասում եմ, այո, ճիշտ եք ասում, սահմանափակում ենք մի տարբերությամբ, որ այս գիծը ոչ միայն մեզ է սահմանափակում, այլև ուրիշներին։ Որովհետև մենք ասում ենք, գիտեք ինչ, եթե մենք ասում ենք, ստեղ գիծ չկա, հետեւաբար մենք կարող ենք գնալ, վերցնել ինչքան ուզում ենք եւ կարող ենք, իրանք է կարող են ասեն շատ լավ, դե որ գիծ չկա, մենք էլ ենք գալիս, վերցնենք այնքան, ինչքան ուզում ենք եւ կարող ենք։ Սրա մասին է խոսքը։ Եվ խոսքը անվտանգ, բայց դրա համար եմ ասում, երբ որ ասում ենք անվտանգություն,
Այդ անվտանգությունը պետք է հասկանանք ինչ կոմպոնենտներից է բաղկացած եւ ինչ այլոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում սրան շատ մանրամասն անդրադարձ կա առաջիկայում ես հարմար առիթով նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ եւ այդ խնդրին նույնպես կանդրադառնամ Սահմանադրության տեքստին բնականաբար ծանոթ եմ ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն հրապարակմանը կողմ եմ բայց խնդիրն այն է որ մի քանի սկզբունքային եւ կարեւոր նյուանսների շուրջ որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ որոշակի բանավեճ կա կառավարական եւ քաղաքական թիմում եւ ես չեմ ուզում որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու այսինքն աշխատանքային մակարդակով բայց ցավոք նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է եւ մենք պլանավորում ենք միջև այդ փորձենք քննարկենք եւ այդ հարցերը հասցեագրենք բայց եթե չհասցնենք հասցեագրենք հրապարակումը կմնա ընտրություններից հետո ես ասացի այդպիսի հարց չեմ բարձրացնում այդպիսի հարց չեմ բարձրացնում ինչ խնդիր տեսնում եմ ես հրապարակային իմ ելույթներում ասել եմ այդ թվում ազգային ժողովի ամբիոնից ես խնդիր չեմ ես ձեր հարցին պատասխանեցի Շնորհակալություն հաջորդ հարցը Նյուզեյանը